Պարոն Փաշինյան, դուք նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ ասացիք, որ վեհափառը անվտանգության սպառնալիք է, ձեր թիմակիցներն էլ ասում են մայրաթոռն են ազատագրելու, հարցս հետևյալն է, երբ եք պատրաստվում պայքարել իրական սպառնալիքների դեմ, երբ կազատագրեք Սև լիճը, Իշխանասարը, Ներքին հանդում և Վարդենիսում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքները, եթե ասելու եք, որ սահմանազատման գործընթացը ցույց կտա, ապա դուք այդ տարածքները վիճելի եք համարում, և որպես կառավարության ղեկավար, ինչպես եք ձեզ զգում, երբ Հայաստանի ժողովրդի շահերից միջազգային մամուլում խոսում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը, այլ ընդդիմադիր գործիչը, Վերջերս Արման Թաթոյանը Washington Times պարբերականում ծավալուն անդրադարձ էր կատարել օկուպացված տարածքների մոռացության հարցի վերաբերյալ, նախ խնդրում եմ այս հարցերին պատասխանեք և երեկ եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողները, քանիսի հետ որ ես հարցազրույց էի անում, ինձ խնդրում էին ցանկացած պաշտոնյայի, այդ թվում ձեզ տեսնելիս հարցնել, ինչու էր Ալիևից շնորհակալ Վահագն Խաչատուրյանը և արդյոք այդ պաշտոնյաները, ում հարցը կուղղեմ, հետևաբար հիմա ձեզ եմ ուղղում, դուք էլ եք շնորհակալ երախտապարտ Ալիևին, այսքանը։ Նախ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ, և մասնավորապես եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին կամ քննադատենք, ել չեմ ասում, որ դատապետենք։ Երկրորդը, եթե որոշում է կայացվել, դուք հիշում եք, տարիներ չէ, բայց ամիսներ Հայաստանի մամուլը և հանրությունը և քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, երբեմն խոսքեր գնում նաև մեր մյուս վերադարձած եղբայրների առողջական վիճակի ծանր լինելու մասին, բայց Վագիվ Խաչատրյանի դեպքում հիմա վերադարձել է ծանր վիրահատության ենթարկվել և Հայաստանի հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում, հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, այսինքն առնվազն պարզ չի, կա դժգոհություն, ես այդ եմ ուզում հասկանամ, որ Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։ Եվ այդ թեման, ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետք է փակենք, որովհետև մենք Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է, և ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ, որ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի, և ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, ներողություն, և եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն, այսինքն ես կարծում եմ, շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի, ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետևաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո
մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած տարածքներին, ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի process-ի շրջանակներում եւ համոզված եմ, որ կլուծվի։ Ես հստակ մի րոպե կսպասեք։ Իմ ուղերձը կարդացեք, որպեսզի բանավոր տեքստերը տարընթերցման չի ենթարկվի, այնտեղ հստակ գրված է օկուպացված տարածքներ։ Ներողություն, Արման Թաթոյանի հետ կապված չպատասխանեցի։ Համեցեք հաջորդ հարց։ Պարոն Փաշինյան, այսօր Ռոբերտ Քոչարյանը ասիլուսում հայտարարել է, որ TFIP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ TFIP-ը մեր ամենամեծ սպառնալիքն է դառնալու, եթե չընդլայնվի, չընկրկի Չինաստանն ու Ռուսաստանը։ Դրանով Իրանի մտահոգություններն էլ կփարատվեն։ ԱՄՆ-ն այս ծրագրում զրո տնտեսական շահ ունի, միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ն փորձում է վերցնել վերահսկողության տակ։ Ինչպես է գնահատում TFIP-ի շուրջ այս գնահատականներն ու մտահոգությունները, եւ մեկ հարց էլ հունվարի 27-ին զոհերի հիշատակի օրը դուք այցելեցիք Եղաբլուս, սակայն խուսափում եք այնտեղ լինել հաղթանակի օրը։ Այս ընտրողական մասնակցությունը չի թույլատնում բանակի, սովածների ընտանիքների եւ հասարակության հավատը պետական հիշողության ամբողջության նկատմամբ։ Ոչ չի թույլատնում, որովհետև մեր քաղաքականությունները, այդ թվում արարողակարգային միջոցառումների վերաբերյալ տեղավորվում են մեր արտաքին քաղաքական տրամաբանության մեջ եւ ամեն ինչ բխում է այդ տրամաբանությունից։ Ինչ վերաբերվում է ձեր նշած մեկնաբանություններին, կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնելու։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, օրեր առաջ ազգային ժողովում դուք հայտարարեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգի միանալու մասին։ Դիտարկումներ եղան, որոշ տեսակետների համաձայն դա կարևոր է համակարգի ճկունության եւ կայունության համար։ Մյուս կողմից նշվում է, որ առևտրային տեսանկյունից ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն էներգետիկ ավելցուկ, բայց կարևորվում է միջազգային երթուղիների տարածաշրջանով անցնող էներգետիկ երթուղիների Հայաստանի միացումը։ Խնդրեմ նշեք, թե որն է Հայաստանի կառավարության տեսլականը, ինչ ակնկալիքներ ունենք այդ քայլից։ Գիտեք, Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինչու՞ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման եւ տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի այն շուկաներ դրա անհրաժեշտության դեպքում, բայց կարող է նաև դրա անհրաժեշտությունը չլինել, որովհետեւ տեսեք, եթե ցանցը միացվում է, ուրիշ բան եկեք չպատկերացնենք, ենթադրենք ցանցը միացվեց եւ այդ իմ ասած մոդելները չգործեցին, բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտներ է չէ ստանալու, այսինքն բնականաբար այդտեղ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ միայն պետական եկամուտները մասնավոր ընկերությունների համար հնարավորություններ ստեղծվելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ TFIP-ի շրջանակներում նաեւ էներգետիկ նախագծեր են ենթադրվում, այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող, որևէ մեկը չի կարող նկարագրել սպառնալիք, որ դա կարող է առաջանալ դրա արդյունքում, ընդհակառակը նոր հնարավորություններ եւ եկամուտներ, եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենք մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու համար տրանզիտային այդ վճարներով, ինչպես TFIP-ի շրջանակով նախատեսված է, մենք եկամուտներ կստանանք։
Դե աշխատում ենք արդեն, գործնական ճիշտն ասած աշխատանք գնում է, բայց երբ որ կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն, այդ մասին կհայտարարվի։ Նկատի ունեմ, քանի չի հայտարարվել, կա քաղաքական ըմբռնում եւ մենք էլ վերլուծել ենք, ենթադրում եմ Ադրբեջանն էլ վերլուծել է, փոխադարձաբար մենք փորձագիտական մակարդակով սպառնալիք չենք տեսնում այդտեղ, ընդհակառակը տեսնում ենք հնարավորություններ մանավանդ որպես խաղաղության ամրապնդման միջոց։ Գիտեք, շատ խոսվում է անվտանգային երաշխիքների մասին, ելի ես երեք պաշտպանության նախարարությունում անդրադարձ ունեցել եմ մի փոքր այդ թեմային, չգիտեմ ինչքանով եք հասցրել հետևել, բայց գիտեք, անվտանգության երաշխավորության մասին մեր պատկերացումները մենք պետք է թարմացնենք, որովհետև այն պատկերացումները, որոնցով մեզանում հիմնականում առաջնորդվում են, այդ պատկերացումները արդեն մի անգամ իր բանը անարդյունավետությունը ցույց է տվել 2022, 2021, 2020, 2023 թվականներին։ Անվտանգության երաշխիքը հենց ես երեք պաշտպանության նախարարությունում նշեցի, այդ թվում փոխկապվածությունն է, երբ որ Հայաստանում դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն, եւ այդ ապրանքների հոսքը մի տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության, որովհետև այդ թվում խոշոր տերությունները եւ խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ կայուն հանդարտ պայմաններում գործեն։ Դրանից ավելի մեծ անվտանգային երաշխիք չի կարող լինել, եւ դա հավաստիացնում եմ ամենահուսալի անվտանգության երաշխիքն է։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսը սկսեց այսպիսի պնդումներով, որ դուք